Քոչարյանը աշխատում էր աշխատավարձով, շատ էլ չէր ասում ձեզ, եւ պարգևավճար չէր ստանում։ Սերժ Սարգսյանը աշխատում էր աշխատավարձով, որը շատ մեծ չէր, եւ պարգևավճար չէր ստանում։ Դուք գրում եք ձեզ պարգևավճարներ։ Թալանում եք։ Շնորհակալ եմ հարցադրման համար, պարոն Ղազարյան, ես այդ ցանկին մի քիչ էլ կավելացնեմ։ Նայեք այսօրվա դրությամբ ապօրինի հարստացածների ցանկը դատախազության, որ շուրջ 550 միլիոն դոլար արդեն հետ է բերվել այդ գողացածից եւ մոտ 1.5 միլիարդ դոլար ձեր կողմից նշված պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձինք եւ եւս մի քանի, այո 550 միլիոն դոլարը վերադարձվել է եւ դատախազության տվյալներով այս պայն էլ միայն հայտնաբերված 1.5 միլիարդ դոլար կա։ Դուք շատ ճիշտ եք ասում։ Ինչի մենակ նախագահ, այն ժամանակ նախարարներն էլ այդ թքած ունեին այդ աշխատավարձի վրա, պետական եկամուտների կոմիտեում թքած ունեին, որովհետեւ իրանց աշխատավարձը պետք չէր, այդ աշխատավարձի քարտերը շատ ժամանակ իրանց վարորդներն էին ստանում, այսինքն։ Եվ խոսել նրա մասին, որ թալանան թե չէ, շատ շնորհակալ եմ այդ հարցադրումը, որ անում եք։ Ես նշեցի այդ թվերը, հա, 1.5 միլիարդ դոլար, եւ ասում են, որ ինչ տարբերություն հիմա էլ օրինակ ԿՊՆ-ը թալանում։ Նախ ուզում եմ ասել, որ 1.5 դեկտեմբեր ամսին ստացած պարգևավճարները, հա, որը եղել է կես տարվա համար եւ եղել է մի քանի հազար քաղաքացիների, դա պետական պարտքից 0 դրամ է ծախսվել դրա վրա եւ պետական բյուջեից 0 դրամ լրացուցիչ հատկացում է եղել։ Հիմա կբացատրեմ ինչպես։ Տեսեք, թալան թե պարգևավճար կամ աշխատավարձ։ Ես ասացի 1.5 միլիարդ դոլար։ Հայաստանի Հանրապետության վարչապետը վերջին 8 տարիների ընթացքում առաջին անգամ, սա ֆիքսենք, առաջին անգամ ստացել է պարգևավճար, աշխատավարձի ավելացում 1.3-ից 1.5 միլիոն դրամ։ Առավելագույնը եկեք հաշվենք, 1.5 միլիոն դրամ։ Հիմա Հայաստանի Հանրապետության վարչապետը, որը արդեն իսկ հետ է բերել իր թիմի հետ 550 միլիոն դոլար է ձեր նշած պաշտոնների գողացված գույքը եւ 1.5 միլիարդ է կա։ Բաժանել եմ։ Եթե այդքան գումար ստանալ, որ ասում են թալան պարգևավճար, եթե նույն չափ գումար ստանա, ինչքան ստացել է դեկտեմբերին, 31914 ներեցեք, հույս եմ կրկնում։ 31914 տարի Հայաստանի Հանրապետության վարչապետը պետք է ստանա այդ 1.5 միլիոն դրամը, որ այդ մի քանի նախկին պաշտոնյաների չափ միայն հայտնաբերված ապօրինի գույք ունի։ Շատ է խոսում падգամավորների մասին։ Ազգային ժողովի падգամավորը դեկտեմբեր ամսին ստացել է 1 ամսվա համար 394-396 հազար դրամ։ Падգամավորի դեպքում ես օրինակ պետք է 121536 տարի աշխատեմ ու ստանամ այդքան գումար, մի դրամ էլ չծախսեմ, որ օրինակ ես ունենամ 1.5 միլիարդ դոլար, ինչ ունեն այդ մի քանի պաշտոնյաները։ Հիմա սա շատ պարզ ընտրության հարց է։ Այս համեմատությունը բերեցի, որպեսզի հասկանանք թալանը որն է եւ վարձատրությունը որն է։ Կներեք, Հայաստանի Հանրապետության գործող վարչապետը, որ մենք ասում 8 տարվա մեջ առաջին անգամ ստացել է պարգևավճար, 5 տարում ավելի շատ դպրոց է կառուցում եւ իր կառավարությունը, քան իրանից առաջ 50 տարում են կառուցել։ Ասում են քանդում են։ Պետք է իհարկե քանդում ենք, բա ավելին ասեմ, ոչ միայն քանդում ենք, այլ այսպես գույքագրել ենք եւ Հայաստանում կա 760 դպրոց, որոնք պետք է քանդեն, որովհետեւ այդտեղ ամոթ է, որ մեր երեխաները գնում են դպրոց եւ մենք էլ հայտարարում ենք, որ մենք ունենք կրթություն, ոչ, մենք խափում ենք։ Մենք այս պահին 300 դպրոց ենք։ Խորհրդային միություն են ասում, չէ՞, Խորհրդային միություն այդ 70 տարիների ընթացքում 1000-1100 դպրոց է կառուցել։ Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերով դեկտեմբերին այս տարեվերջին 300 ենք ասել, 356 դպրոցի լենտա կտրվելու պատկերացնում եք, բացումն է լինելու։ Այդ դպրոցները ես ձեզ վստահեցնում եմ, որ եվրոպական են առաջատար երկրների դպրոցներին գրեթե չեն զիջում, որոշ դեպքերում նաև անցնում են, որովհետև շատ պաշտոնյաներ, երբ որ գալիս են այստեղ գործողման, այցելում են այդ նորակառույց դպրոցներ, իրենք ապշած են լինում։ 500 մանկապարտեզ է կառուցել այդ կառավարությունը։ Հիմա լավ այդ նախարարը կրթության, ներեցեք, որ այս օրինակն եմ իհարկե բերում։ Հիմա ես այդտեղ կլռեմ։ Կրթության նախարարը, որը 5 տարում, ասացի, 50 իրանից առաջ 50 տարի չի կառուցվել այդքան դպրոց, ինչքան ինքն է 5 տարում կառուցում, արժանի չի 1 միլիոն դրամ պարգևավճար ստանա։ Սա ընտրության հարց է, հասկանում եք, իսկ այն մարդիկ, ովքեր ասում են, չգիտեմ, այ 1 դրամ պետք է ստանանք։ Նախ մի կարևոր բան մոռացա ասեմ։ Մենք պետք է ուրախ լինենք, որ Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականին ես եւ դուք քննարկում ենք, որ երկրի ղեկավարը, տեղակալները եւ բարձրաստիճան պաշտոնյաների միակ օրինական եկամուտը իրանց աշխատավարձն է։ Մի բան
որի մասին երազել ենք, եմ ասում, բա սրա համար ենք հեղափոխություն արել, այո, նաև սրա համար ենք հեղափոխություն արել, որ ես որպես բարձրաստիճան պաշտոնյա, վարչապետը որպես երկրի ղեկավար, միայն իր աշխատավարձով ապրի, այսինքն չունենա, այսինքն 8 տարվա մեջ չի խոսվում, չէ, որ օրինակ վարչապետի եղբայրը որևէ բիզնես ունի, որևէ բիզնեսում փայ մտել, բարձրաստիճան որևէ պաշտոնյա որևէ բիզնեսի մեջ մտել, խոսվում է այդ գումարի մասին, որը արդեն ասացի, պատկերացնում եք, իմ ստացած այդ որ բազմապատկում են 6-ի, բազմապատկում են տարի եւ միլիարդա գրվում, այդ միլիարդը ասացի, մի քանի հազար մարդու է վերաբերում։ Այդ թվում ինձ հետ հավասար ստացել է օրինակ Սեյրան Օհանյանը, Տարոն Մարգարյանը ու պետք է ստանա։ Այլ հարց է արժանի են թե չէ, դա թող իրանց ընտրողը որոշի հաջորդ ընտրություններին։ Պետք է այդ հանդիմադրին նորից գնա խորհրդան, թե ոչ։ Բայց եթե սա չի լինում, նշանակում է առավել եւս որ ասում են, հա, մի դրամով։ Ես հիմա ուզում եմ ասել հետեւյալը, այդ ասողները ուղիղ ասում են հետեւյալը. վերադարձ անցյալին, օլիգարխապետություն, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորուստ։ Բացատրեմ ինչի եթե թույլ տաք։ Տեսեք։ Պարզ կանոն է, չէ, ով վճարում այն է պատվիրում է երաժշտությունը։ Հիմա լավ օրինակ, 25 տարի Հայաստանի Հանրապետության ղեկավարները կամ չեն ստացել աշխատավարձ, կամ ստացել են, ինչպես հիմա իրանց որդիներն են հայտարարում, դե բարեգործություն են կարել։ Բայց դրանից Հայաստանի Հանրապետությունը միևնույն ամեն երրորդը աղքատ էր շարունակում մնալ։ 1000 դպրոց քանդման ենթակա էր, թոշակները չէր ավելանում, չէր բարձրանում։ Այսինքն այդ մարդիկ կախված են բացառապես եղել օլիգարխներից կամ իրենք են օլիգարխի։ Օլիգարխի ձևակերպումն ինչ է, այդ մարդկանց ասածն ինչ է, ասում մենք որ գանք մեզ աշխատավարձ պետք չի։ Այսինքն մեզ ինչ-որ մեկը կամ ծրարով կտա կամ ինչ-որ մեկը կպայի, հետեւաբար այդ մեկին էլ պարտավոր ես։ Այդ մեկին էլ դու պարտավոր ես, չէ՞։ Ես այսօր որպես Հայաստանի Հանրապետության падգամավոր բարձրաստիճան պաշտոնյա միայն ու միայն կախված եմ իմ ժողովրդից, որովհետեւ միայն ու միայն իմ ժողովուրդն է ինձ վճարում։ Հակառակ դեպքում, եթե ինչ-որ մեկը ինձ վճարի, ես այդ մեկին եմ պարտական լինելու, ոչ թե ժողովրդին։ Ուրեմն պարտական պետք է լինես իրան։ Պետրոս, եթե այսօր դուք գնաք ձեր գործատուին ասեք, ես չեմ ուզում փետրվարից աշխատավարձ ստանամ, անվճար կգամ կաշխատեմ, ինձ թվում է հաշվապահ գուցե ուրախանա, բայց ձեր գործատուն ձեզ պետք է աշխատանքից անմիջապես հանի, որովհետև ես ողջամիտ կասկածում եմ, որ դուք այլ տեղից եք գումար ստանալու։ Օրինակ ինձ հետ հարցազրույցի ժամանակ փող եք վերցնելու։ Որևէ պատկերացնում եք Մաքսային տեսուչ գնա իր ղեկավարին ասի, ես հաջորդ ամսոնից չեմ ուզում աշխատավարձ ստանալ։ Մաքսայինի պետը, Զեկուցի պետական եկամուտների կոմիտեի նախագահին ասի ինձ այլևս աշխատավարձ պետք չի, էլի ես անվճար կանեմ այս գործը։ Այդ վարկանին պետք է իրան հեռացնես աշխատանքից, հասկանում ես, որովհետև նույնպես եմ ասում, դա ուղիղ նշանակում է, որ վերադառնում ես անցյալին, վերադառնում ես այդ թալանի, որի օրինակը մենք ունենք, ինչքան էլ հիմա ուզում են, հա, մեկը իր Ռոբերտ Քոչյանը չի երևում իր որդուն աղուարկում, են մեկ իր որդուն աղուարկում, հա, տես թանկ Հերմեսի գալստուկներով, ժելիած մազերով սկսում են խոսալ, վայ, ինչքան են մտածում այդ թոշակառուների մասին, աղքատ մարդկանց մասին, մենք տեսել ենք իրան, Ժողովուրդ ջան։ Մենք տեսել ենք թե այդ մի դրամով ինչ են։ Ուզում եք հիմա ինչ-որ մեկ ուզում ասի, որ այդ մի դրամով են, հա, դարձել այդ միլիոնատեր։ Ես ասացի, այսօր Հայաստանի Հանրապետությունում այդ ապօրինի մի դրամ ասող ասում եմ մենք կապ չունենք այդ նախկինների։ Ինչպես թե կապ չունենք։ Հայրը եղել է, բայց ընդդիմադիր է եղել, ասել է համաձայն չեմ։ Ներեցեք երբ Թալանկա եւ դուրս է եկել։ Հայաստանի Հանրապետությունում ես առնվազն երկու պաշտոնյա եմ ճանաչում, որ ամենաշատ իշխանությունն է եղել, իշխանության մեջ է եղել։ Կարող է էլի կան, չգիտեմ, թող ես հարցազրույցից հետո ասեմ։ Մեկը Սերժ Սարգսյանն է, մեկը Կարեն Կարապետյանը 95 թվականից եղել է պաշտոն։ Դուրս է եկել։ Երբ է դուրս եկել։ 2010 թվականին դուրս է եկել աշխատանքից ծմրանը։ 2 ամիս հետո նույն հանրապետական կուսակցության ցուցակով ընտրվել է падգամավոր։ Բայց հոգում համաձայն չի եղել։ Ես չգիտեմ հոգում ինքը ինչ է եղել։ Ինքը գուցե հոգում իսկապես բարեգործ է եղել եւ իր աշխատավարձը նորից եմ ասում, դրանից ոչ մի բան չի փոխվել, չէ։ Ավելին ասեմ, այդ պաշտոնյաների ցանկը որ նայում ես նախքին որոնք այսօր անցնում են թալանի գործով 10-ից 8-ը ձեր նշած անձանց հետ ընտանեկան կապերի մեջ են, քավոր սանիկ են, ավելին ասեմ բիզնես են կիսում։ Այսօր դատախազությունը մտել է, ես խոսել եմ այդ մասին։ Կար հսկա գործարան խորհրդային միության ժամանակ, կահույքի գործարան, առաջի գործարանն էր։ Այդ գործարանը քանդել են տեղը, կառուցել են Ռիոմոլ, ըստ դատախազության այդ թվում գողացված փողերով, Բեգլարյան Գագիկ, դուք շատ լավ ճանաչում եք, մի դրամով աշխատել է, Հյուսային պողոտայում ունի տասնյակ տներ, տասնյակ գույքեր։ Հիմա մենք ուզում ենք վերադառնանք էլի նրան, որ ունենանք ղեկավար, որոնք կլինեն այդպիսի մարդիկ, ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը վաղուց մերժել է դա եւ շատ լավ հասկանում է։ Հիմա եթե թույլ տաք այդ ինքնիշխանության մասով էլի ասեմ։ Տեսեք, եթե դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես, դու Հայաստանի Հանրապետության միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես, քեզ համար միայն Հայաստանի Հանրապետության սահմանությունը եւ օրենքներն են այստեղ գործում եւ դու պարտական ես միայն քո ժողովրդին։ Եթե դու նաեւ այլ երկրի քաղաքացի ես, դու նաև պետք է ընդունես, որ ինչքան էլ Հայաստանը քո համար հայրենիք լինի, դու ունես նաև գուցե ռոդինա, որի սահմանադրությունը եւ օրենքները քեզ համար պարտադիր են։ Եվ եթե օրինակ դու այսօր ուզենաս այդ ռոդինայի սահմանադրության կամ օրենքներին հակառակ որևէ բան անես,
Ավելին, այն դեպքում, երբ որ քո ամբողջ ունեցվածքը, քո ամբողջ հարստությունը կամ դրա մեծ մասը 90 եւ ավել տոկոսը գոյացել եւ շարունակում է գոյանալ այդ պետության տենդերներով, այսինքն պետությունն է քո պատվիրատուն, դու կարաս իրան հակառակ բան ասես, լուրջ եք ասում, հա։ Այսինքն այսօր այդ մարդիկ, որ իրանց արտերկրի առևտրի կենտրոնների վրա փակցնում են լուսանկար եւ գրում են, չգիտեմ, ազատություն ինչ որ մեկին, այդ մարդը կարա այդ Իրանակարի տեղը վաղը փակցնի, օրինակ, հապկը դավաճանեց Հայաստանին, կամ կարա ասի, որ Աբխազիան եւ Օսեթիան Վրաստան են, դուք պատկերացնում եք ինչ կլինի այդ մոլի կամ այդ մարդու հետ։ Այս աշխարհի կանոնն է, ես չեմ ուզում, որ մեր քաղաքացիները այնպես մտածեն, որ ես կոնկրետ ինչ որ մի երկրի դեմ եմ։ Ժողովուրդ ջան, Միացյալ Նահանգները կամ Եվրամիությունը, եթե այսօր այդ պետությունները որոշեն, որ X երկրի հետ իրանք չպետք է ունենան առևտրային հարաբերություններ, կամ իրանք պետական շահը թելադրում է որևէ գործողություն չանել, Իլոն Մասկը, որ աշխարհի ամենահարուստ տղեն է, կարա Թրամփի որոշմանը հակառակ գնա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից գումար վերցնի տանի այդ իր երկրի շահերը չսպասարկող կամ թշնամական երկրում ներդրում անի ու որևէ գործունեություն ցավալի։ Այստեղ այն բանը հիշեցի, Կարքին սկեչը, որ ասում է, որ պատում է հիվանդը եւ բժիշկն ասում է հարգելիս հեքիաթների համար խնդրում եմ հաջորդ դուր մուտք գործել։ Եկեք հասկանանք, էլի, որ սա որ այդ իմ ասածն է, որ քեզ ով վճարում է կամ դու ումից կախյալ ես, դու միևնույնն է ուզես չուզես պետքա դա անես։ Եվ ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, քաղաքացիները շատ լավ գիտակցում են եւ այլևս թույլ չեն տալու, որ իրենց միակ հայրենիք Հայաստանի Հանրապետությունը ռոդինա դառնա։ Շատ լավ, հիմա տեսեք, գանք թրիփին, որ ժամանակը հերիքի։ Անդիմադիրները ասում են նախ երկու մասի է, 3 ավելի շուտ։ Մեր շահը լավ պաշտպանված չի, այնտեղ կար մանրամասներ ասեմ։ Երկրորդ, ընդհանրապես Սյունիքը մենք հանձնել ենք, սա միջանցքա թուրքական։ Եվ երրորդ, վատ չի, լավ է, բայց պետք է հավելյալ երաշխիքներ։ Ռուսաստանը, չգիտեմ, Չինաստանը, Եվրամիությունը, նույնիսկ Միացյալ Նահանգները պետք է երաշխավոր լինեն խաղաղության եւ թրիփին։ Խնդրեմ։ Մամազան, շնորհակալ եմ հարցադրման համար։ Ես հիշում եմ, որ մոտ 2 տարի առաջ էր, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետը, այդ թվում ազգային ժողովի ամբիոնից, դիմելով ժողովրդին, նորից եմ հիշեցնում, այն ժողովրդից, որից ինքը ստանում է եւ միայն իրենից է ստանում իր վարչատրությունը եւ պարտական է միայն այդ ժողովրդին, ասաց խնդրում եմ հարգելի ժողովուրդ, վստահեք ինձ ու իմ թիմին, եթե մենք դիմանանք 1 կամ 2 տարի, առնվազն առավելագույնը 2 տարի, ես դες վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը դրանից հետո թևակողելու է առնվազն 50 կամ 100 տարի խաղաղության դարաշրջան։ Օգոստոսի 8-ի պայմանագիրը եւ վերջերս ստորագրված Միրզոյանի եւ Ամերիկայի պետքարտուղարի պայմանագրում հստակ գրված է, չէ, 49 + 50 տարի։ Սա հենց այդ երաշխիքն է, որ այդ միլիարդավոր դոլարները, որոնք ամերիկյան գործարարների կողմից գալու են Հայաստանի Հանրապետություն, ծաղկացնելու են, շենացնելու են Սյունիքի մարզը եւ նաեւ լրացուցիչ երաշխիքա, որ այդտեղ առնվազն կամ որոշակիորեն նվազեցնելու, եթե չասեմ ամբողջապես չեզոքացնելու, վտանգ, որ այդտեղ կլինի հարձակում, որ այդ ճանապարհը, որ երկաթգիծը որ կառուցվելու է, որից շահույթ է ունենալու այդ թվում Հայաստանի Հանրապետությունը, ոչ միայն հարկերի տեսքով, այլ շահավաճների 26% տեսքով, որ դրա վրա չեն կրակելու, հասկանում եք։ Աշխարհի առաջատար ամենաթանկ ընկերությունը Nvidia ընկերությունն է, ես որ միտեղ գործողում եմ գնում, այդ երկրի պաշտոնյաներս բարի նախանձով նայում են, ասում են Nvidia-ն ձեզ մոտ գալիս է, Nvidia-ն է ձեզ մոտ գալիս։ Օգոստոսի 8-ից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի այդ թվում անձնական խնդրանքով ԱՄՆ նախագահ Թրամփի հետ զրույցի ընթացքում այդ պայմանագրի ստորագրումից հետո այդ ընկերությունը $500 միլիարդ գումար է բերում ներդնի Հայաստանի Հանրապետություն, դուք հասկանում եք, մի բան, որ այդ տարածաշրջանի երկրները ասում են, որ ինձ տեսնում են բարի նախանձով են նայում։ Եվ սա նաև ցուցիչ է, չէ, որ այսինքն այդ մարդիկ հիմար չէ, որ $500 միլիարդ բերում են դնում են միտեղ, որտեղ եթե կա վտանգ կամ որտեղ այդ ձեր ասած է, որ երաշխավոր չկա, որ իրենց փողը կարող է գնա։ Բայց փողն է հենց նաև երաշխավոր, չէ։ Այսինքն իրանք իրենց փողը միտեղ դնում են եւ գիտեն ինչի համար։ Հավելյալ է պետք ռուսները եւ չինացիները։ Տեսեք, ամեն ինչ էլ կարան ասեն։ Կամ ասում են, չգիտեմ, ուժեղ։ Ժողովուրդ ջան, աշխարհի ամենաուժեղ երկրի ղեկավարը անձամբ Հայաստանի Հանրապետության ղեկավարին հրավիրում է, ասում է, խնդրում եմ արի միջոցառմանը, մի հատ նոր բան եմ ստեղծում, այդ ստեղծող խորհրդին էլ ուզում եմ հիմնադիր անդամ լինես։ Մենք այս վերջին 4 տարիների ընթացքում աշխարհի բոլոր կամ ամենահզոր երկրներից ունենք կամ ստորագրել ենք ռազմավարական գործընկերություն։ Ես ուզում եմ հասկանալ դրանից ուժեղել ինչ ենք ուզում։ Իհարկե կարող ենք ավելի ուժեղ, բայց երբ որ ասում են կամ ասում են Հայաստանը որփ է դարձել, այ մենք որ լինենք, էս կանենք։ Ձեր եթերում ինձանից առաջ
հյուրը ասում է 50 րոպե ձեր հետ խոսում է։ Կներեք, ինձ մոտ տպավորություն էր երբեմն, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչն է խոսում։ Որովհետև չի ասում մենք թալանում ենք, չի ասում մենք հողատու սրիկա դավաճան եւ այլն, ազգը կործանում ենք, թրքացնում ենք։ Խաղաղության մասին խոսում եք, ասում է շատ լավ բան է խաղաղություն, իհարկե։ Թրիպից եք խոսում, ասում է շատ լավ բան է, ձեր ասած հա կարելի անդե մի քիչ նյուանսներ ավելացնել, պակասեցնել։ Այդ նույն ընդդիմադիրները այսօր Հայաստանի Հանրապետությունում, ինչպես իրենք են ասում, ամենախոշոր գործարարներն են։ Այդ ցուցիչ է, չէ՞, այսինքն այդ թվում միջազգային ներդրողների համար ցուցիչ է, չէ՞, որ եթե մի երկրում, որտեղ քո ամենասուր ընդդիմադիրը համարվում է ըստ էության ամենախոշոր բիզնեսմեններից նաև մեկը, ցուցիչ է, չէ՞։ Դա խոսում է ինչի մասին, հենց այդ կայունության, խաղաղության եւ այլնի մասին, դրոս։ Ես կուզենայի, եթե ձեր թույլտվությամբ, ես կուզենամ նաև, որովհետև շատ է խոսում այս մասին։ Ինչպես խոսքի սկզբում ասացի, 0 դրամ պետական պարտքից ծախսվել է այդ պարգևավճարը։ Այ երբ որ վարչապետն ասում է այս պարգևավճարը 0.00001%-ն է այն ինչը որ մենք հետ ենք բերել։ Հենց այդ ին վերած օրինակն էր։ Այսինքն իր ստացածը պետքա 31914 տարի ստանա, որ լինի այն մի քանի պաշտոնյաների գողացածը, հասկանում եք։ Պետական պարտքը ինչի վրա ծախսվել շատ է, չէ՞, սովորին խոսում, չգիտեմ ձեր հարցադրումներում կլինի պետական պարտք թե ոչ, փորձեմ շատ արագ ասել։ Տեսեք, ես տնտեսագետ չեմ, չգիտեմ, դուք էլ կարծես եք տնտեսագետ չեք, բայց մի բան գիտեմ օրինակ։ Շատ տնտեսագետներ ասում են, եթե խոսես այդ պետական պարտքից մենակ բացարձակ թվերով, դա անգրագիտություն է։ Որովհետև օրինակ 2017 թվականին, ասենք, Հայաստանը ուներ 7 միլիարդ պարտք։ Այդ 7 միլիարդ պարտքը մեր ամբողջ ունեցվածքի շրջանառության հնայի կեսից ավելին էր։ Հիմա բացարձակ թվով Հայաստանը ունի ոչ թե 7, ենթադրենք 14 կամ 15 միլիարդ դոլար, բայց դա մեր հնայի ամբողջ ունեցածի կեսից էլ քիչն է։ Հասկացաք ինչ եմ ասում։ Այսինքն եթե դուք պայմանական հիմա փոքրիկ կրպակ ունենաք եւ ունենաք 2 միլիոն դրամ պարտք, բայց իմանաք որ այդ 2 միլիոնի փոխարեն դուք կլինեք խոշոր գործարար, բայց ձեր պարտքը կլինի 20 միլիարդ, կուզեք թե ոչ, իսկ թվում է կուզեք, որովհետեւ այդ պարտքից չպետք է վախենաք, պետք է վախենաք այդ պարտքը որ չեք կարողանալու մարեք։ Իսկ եթե դուք խոշոր գործարար եք, այդ թվում է ձեր մոտ հյուր եկած մարդիկ այսօր միլիարդավոր պարտքեր ունեն, չէ՞, բայց այդ պարտքը վերցրել են որպեսզի տնտեսություն զարգացնեն։ Այդ պարտքը բացառապես ուղղվում է ճանապարհների, դպրոցների, հիվանդանոցների վրա։ Տնտեսությունը լավ չի զարգանում։ Մենք գանք եւ աղազան, կոնկրետ օրինակ բերեմ։ Գործարաններ կսարքեն։ Մենք նորից եմ ասում, մենք տեսել ենք, իրանք մեզանից շատ են, եթե ես 7 տարի է, նոր լրացավ 7 տարին, 2019 թվականի հունվարից ենք ամբողջական եղել։ Այդ 7 տարվա մեջ արդեն ասեցի ես։ Մի պաշտոնյա կա ընդհանրապես պատկերացնում մի պաշտոնյա, որի միայն հյուրասենյակի կահույքը, որ անցնում է այդ ապօրինի գույքով, մենակ հյուրասենյակի կահույքը, երկրի վարչապետը, փոխվարչապետերը, ազգային ժողովի նախագահը, նրա երկու տեղակալները, քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը եւ քարտուղարը 7 տարվա մեջ, որ ստացել են այդ պարգևավճարը, նույնիսկ իր տան մի հյուրասենյակի կահույք չեն կարող գնել, պատկերացնում եք։ Իհարկե կահույք, զարմանում եք։ Մահճակալ ունեն, որ ասեք մի քանի 100,000 դոլար արժի։ Պաշտոնյա։ Նախկին պաշտոնյա, ասում եմ, այդ ապօրինի գույքով անցնողները վերցրեք նայեք էլի։ Բայց 1.5 միլիարդ դոլարը, որ ասում եմ, իմ 123,000 տարվա պարգևավճարն է, այդ եմ ասում։ Հիմա բերեմ կոնկրետ օրինակ, փողը գնացել է ենթադրենք Երևան-Գյումրի ճանապարհ են կառուցել Պետրոս։ Ինչով է, որ ասում են պարտքը վերցրել եք, ինչով է ազդել։ Տեսեք, իդեպ ես չեմ ասում, որ ամեն ինչ լավ է։ Իմ խոսքում ավելին ասում եմ, որ այնպես չի, որ ամեն ինչ լավ է։ Ասում եմ 700 դպրոց, ես պիտի քանդենք, որովհետև քանդելու ենթակա է, ունենք այս խնդիրներ։ Բայց պարտքով օրինակ կառուցել են Երևան-Գյումրի ճանապարհը։ 1 տարի առաջ, եթե օրինակ դուք ունենայիք որևէ արտադրություն փոքրիկ, ասենք, չգիտեմ, զովացուցիչ ըմպելիքների արտադրություն, եւ ուզենայիք ձեր արտադրանքը տանել Գյումրի, դուք միայն ճանապարհի վրա կծախսեիք 2.5 ժամ գնալ, 2.5 ժամ գալ, այսինքն 5 ժամ։ Պայմանական, եթե մեքենայով 10-ին առավոտյան դուրս գայիք, 5 ժամը կաներ մոտավոր ժամը 3:30, 3:30 նոր հետ կվերադառնայիք այդ ձեր գործանը։ Հիմա այդ պարտքը վերցրել են, կառուցել են ճանապարհ, որը ոչ միայն այդ վիզուալ, որ նայում ես, վաու, ես ինձ սիրուն, հա, այլ այդ ճանապարհի կառուցման արդյունքում դուք այդ ձեր նույն ապրանքը կտանեիք եւ կբերեիք 2.5 ժամում։ Այսինքն եթե այդ օրը դուք պետքա 10,000 դրամ աշխատեիք 5 ժամում, հիմա աշխատում եք 2.5 ժամում։ Այդ մենակ էլ չեմ ասում, այդ ճանապարհի վրա այն ժամանակ մեքենան քանդվեր, դրանք չեմ ասում։ Ավելին մենակ բենզինի գնով, որտեղ 250 կիլոմետր գնալ գալը մոտավորապես 25 լիտր բենզին է գնում, եթե հաշվենք 100 կիլոմետր։ Միայն այսօրվա դրությամբ նախորդ տարվա համեմատ, որ հիմա բենզինի գինը իջել է 100 դրամ, 2500 դրամ էլ ավել կաշխատեիք։ Բայց ինչպես Բենջամին Ֆրանկլին ասել, ժամանակը թանկ բան է, չէ՞։ Դուք 3-ի փոխարեն 1-ին կվերադառնայիք։ Այդ ճանապարհը, որ կառուցվել է, Հայաստան մտնող զբոսաշրջիկը, եթե ասենք 2-3 օր է գալիս Հայաստան։ Նայում է սիրուն է Գյումրին, լավ է,
Բայց նայելու էր օրինակ ասել 2.5 ժամ գնալ, 2.5 ժամ գալ, բան չէ, օրս չկորցնեմ։ Իսկ հիմա ինքը մի ժամ 15 րոպեում Երևանից կգնա Գյումրի։ Մի ժամ 15 րոպե երբեմն եվրոպական երկիր որ գործողում ես գնում, օդանավականից հազիվ հյուրանոց ես հասնում։ Ինքը մի ժամ 15 րոպեում գնալու է Գյումրի եւ գնում է։ Գնում է Գյումրի է հասնում, այդ ձեր զովացույց ըմպելիքը, որ դուք ավելի արագ եք տարել, մտնում է որևէ ռեստորանում կամ խանութից ձեռք է բերում, այդ խանութը լրացուցիչ հարկ է գեներացնում եւ հնան է ավելացնում։ Այսինքն այդ գումարը պարտքը դրել ենք տնտեսության այն ճյուղերի մեջ եւ այդ տնտեսությունը պայմանական, եթե այն ժամանակ 5 ժամում էր այս գումարը ստեղից գնում դառնում 10000 դրամ, 2.5 ժամ, այսինքն այս արագությունը դարել է սենց։ Ինչ են կարել։ Օրինակ հիվանդանոց են կառուցել։ Տեսեք, այն ժամանակ օրինակ հեռավոր գյուղերում ապրող մարդիկ պետքա, ասենք, այդ նույն 3 ժամ ծախսեին, որ գան Երևան որևէ հիվանդանոցում, բուժզնություն անցնեն եւ գնային։ Եվ շատ ժամանակ օրինակ ասենք իրանց տատիներին կամ պապիներին պետքա բերեին, մի օր ասում են լավ ժամանակ չկա, հարմարացնում եմ։ Հիմա մենք իրա քաղաքում կամ մոտակա քաղաքում ստեղծել ենք կամ առաջիկայում էլ էսպային կառուցում է հիվանդանոց, որ ինքը ոչ թե այդ 6 ժամը ծախսի, այլ այդ 20 րոպեում գնա հասնի այդ հիվանդանոց հերիք չի, մի հատ էլ վճարի փոխարեն անվճար բուժօգնություն տա իր տատիկին կամ ապահովագրություն։ Այո, ապահովագրություն։ Շատ է չէ խոսում, ասում են, դե պետք է մանիպուլացիա, ասում են, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասես 10000 դրամ ավելացնենք ինչ ան։ Պետրոս, մենք ոչ միայն ավելացրել ենք հունվարի 1-ի դրությամբ, այսինքն արդեն փետրվարին կստանան այս հետ վճարը։ Անկանխիկ առևտրի դեպքում 10% ավելացրել ենք, այսինքն 50000 կամ 45000 դրամ թոշակ ստացողը, որ 4500 դրամ էր ստանում, հետ վճար ավելացում։ Եթե արկա քարտով է։ Չէ, եթե քարտով է, այսինքն անկանխիկ է ստանում։ Հիմա ինքը 10000 դրամ կստանա, այսինքն մենք ավելացրել ենք այդ գումարը, բայց մենք Հայաստանի Հանրապետության բոլոր թոշակառուներին ոչ թե 10000 դրամով ենք ավելացրել, այլ մի քանի միլիոնով ենք ավելացրել թոշակը։ Հասկանում եք։ Այսինքն այդ թոշակառուն, երբ որ հիմա շատ է այդ նայթումներ են դիմություն են, արհեստական բանականության բաներ են սարքում տեսանյութերով, այս թոշակառուն չկարողացավ այս բանը գնալ։ Մենք հաշվարկել ենք հետեւյալը, Ժողովուրդ ջան։ Այդ տարիքում կենսաբանություն առական շատերս են կանցել կամ որոշակի ծանոթ ենք, հա։ Իհարկե տա Աստված առողջություն մեր բոլոր թոշակառուներին, բայց գալիս է որոշակի տարիք, որ դու ուզած չուզած գոնե պրոֆիլակտիկ ստուգման պետքա գնաս, հասկանաս, որպեսզի կանխարգելես քո հիվանդությունը։ Մենք ասել ենք հարգելի թոշակառու 10000 ես ուզում, խնդրեմ 20% է դառնում հետո, այդ 10000-ը կստանաս, բայց քեզ նաև մի քանի միլիոն դրամի տալիս ենք ապահովագրություն։ Չմտածես դու դրա մասին, կգնաս, կհետազոտվես եւ որոշակի դեղորայք ենք նաև տալիս անվճար, այդ որ ասում են դեղեր։ Իհարկե, ինչպես նախարարն ասում առողջապահության, ոչ այսպես ամբողջական ծավալն է փակվում, հա, այսինքն, բայց ես կարող եմ ասել, որ այն հիմնական հիվանդությունները, այն հիմնական դեղորայքը, որ այս մենք հետազոտել ենք, այդ անվճար ամբողջության սպասարկումը։ Հիմա դա լավ է թե վատ է։ Հիմա այդ նախարարը, որը որ 65 միլիարդ դրամ ենք հատկացրել, նախարարը, որ մի քանի 500,000 թոշակառուի տվել է մի քանի միլիոն դրամի անվճար բուժօգնություն։ Պետք է 1 միլիոն դրամ գոնե աշխատավարձի բարձրացում ունենա թե չէ։ Այն ընդդիմությունը կասի, չէ, ինչն է, ապա մենք անվճար կանենք։ Ես ուզում եմ ասել նաև գիտեք ինչ որ օրինակ նույն Արա Բաբլոյանը։ Ես անկեղծ ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Հանրապետական խմբակցությունից էր ազգային ժողովի նախագահ։ Բոլորովին վերջերս տեսա հարցազրույցը։ Մարդը անկախ նրանից ժամանակին ունեցել է քաղաքական այլ հայացքներ թե չէ, ասում է հետեւյալ, ասում է այս իշխանությունները արեցին մի բան, ու բառացի կարողա չհիշեմ, բայց միտք է արեցին մի բան, որը մենք տասնամյակներով կամ երկար ժամանակ ուզում էինք բոլորս, բայց չէինք անում կամ վախենում էինք կամ չէինք կարողանում անել։ Հիմա ես բերել եմ դա։ Ուզում եմ ասել սիրելի թոշակառուներ, այդ համակարգը նոր է, այո, ես հասկանում եմ, ինչ որ միտեղ էս հավելվածը կարող է կախի, ինչ որ միտեղ հիվանդանոցում որոշակի խնդիրներ կան, բայց սա նոր բան է մեզ համար, հասկանում եք։ Եվ ինչ որ միտեղ ամոթալի է, որ մենք 2026 թվականին մի հատ համակարգ ենք ներդնում, որը քաղաքակիրթ աշխարհը 20-րդ դարում արի, հասկանում եք։ Իսկ 21-րդ դարում 2026 թվականին ենք դնում, որովհետև մի դրամ աշխատողները եղել են իշխանության, որտեղ իրանք թքած են ունեցել թոշակառուների թոշակի վրա։ Եկեք հաշվենք, էլի տեսնենք այդ մի դրամ աշխատավարձ ստացողի 25 տարում ինչքան է թոշակը հավելացել, ինչքան է աշխատավարձը հավելացել, ինչքան է աղքատությունը կրճատվել։ Շատ լավ, գանք ամենակարևոր թեմային, խաղաղությանը։ Ընդդիմությունը ասում է խաղաղություն չկա, սա պատրանք է, սա ձեզ ավանս են տալի թուրքերն ու ադրբեջանցիները, որ դուք ընտրվեք։ Պետք է շնորհակալ եմ մեր ընդդիմությանը։ Եվ ասում են, որ պատերազմ չկա, խաղաղություն, որովհետև դուք խաղաղ ճանապարհով ամեն ինչ տալիս եք, ինչի կրակ է։ Ես շնորհակալ եմ այդ հարցը դրման համար եւ շնորհակալ եմ մեր ընդդիմությանը։ Մեր ընդդիմությունը
Վերջին 5 տարում ոչ մի բան այդ բանի մեջ չի փոխել։ Պլաստիկան նույնը պտտում։ Ինչի՞ եմ շնորհակալ։ Որովհետև ես ավելի քան վստահ եմ, ես 2021 թվականի ընտրություններին իմ քաղաքական ուժը հավաքել եմ մոտ 700,000 ձայն։ Ես ավելի քան վստահ եմ, որ առնվազն Սյունիքի մարզում, Տավուշի մարզում, Վայոց ձորի մարզում առնվազն այստեղ եմ ասում։ Ես ավելի շատ ձայն եմ հավաքել։ Ինչու՞։ Որովհետև այդ նույն մարզի բնակիչները, այդ թվում իմ շրջապատում, իմ ընկերների, բարեկամների շրջապատում կար մոլորություն, որովհետև իրանք այդ ընթացքում անընդհատ լսում էին այս ընդդիմության այդ նարատիվը, որ Նիկոլը եկել է տա, Սյունիքը տալիս է, Ջերմուկը տալիս է, Սևանը տալիս է, Կիրանցը տալիս է։ Պետրոս, Հայաստանի Հանրապետությունում այսօր ամենաշատը, եւ դա ուրախալի, ամենաշատը, որ այսպես երեխաների աղմուկ խաղի ձենա լսում, այդ Կիրանցն է։ Այդ Կիրանցի այդ դաշտը, որ կառուցել ենք, դպրոցը ինքը այդ սահմանից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա է, հասկանում եք, եւ այդ մարդիկ հիմա տեսան, չէ՞, որ այսինքն մենք ինչ խոստացանք, այդ իմ ասած վարչապետն ասած խնդրում եմ վստահեք, պետք է մեզ ընդամենը դիմանալ 1-2 տարի եւ մենք առաջիկա 50 տարին ձեզ խաղաղություն ենք բերելու։ Հիմա ընդդիմությունը ինչ է ասում, շատ շնորհակալ եմ լինում, թող շարունակի ասել, որ խաղաղություն չկա, որ չգիտեմ, հեսա գալու են, տալիս են եւ այլն։ Իրանք ասում են դուք ամեն ինչ տալիս եք, դրա համար էլ բան չեն կրակում։ Պետք է ինչ ենք տվել։ Կներեք ինչ ենք տվել։ Որ միջանցք։ Մենք ենք միջանցք տվել, թե հələ որ մենք ենք որևէ միջանցքով օրինակ դիզվառելի կամ ցորեն ներկրում Հայաստանի Հանրապետություն։ Ով է ինչ որ բան տվել, ինչ որ մեկը ինձ կբացատրի։ Այ դա ավանս է։ Ինչի ավանս է, որ ինչ որ բան տալու ենք։ Իսկ դες ինչ է թվում այդ իմ ասած ամերիկյան ընկերությունը, որ կես միլիարդ դոլարի ներդրում անում, որ թրիփ հաստեղ գալու մի քանի միլիարդ դոլարի ներդրում անելու, իրանք տենց վայ, տենց հալա թքածում են այդ մի քանի միլիարդի վրա։ Այնպես որ շնորհակալ եմ, թող ընդդիմությունը շարունակի, ես ասում եմ, այդ ընդդիմության խոսույթն է, որ այսօր մեզ ավելի վստահություն է տվել, որ մենք այն ինչը որ 2021 թվականին ասել ենք մեր ընտրողներին, ել ավելի շատ ձայն է մեզ բերելու, որովհետև իրանք տեսել են, հասկանում եք, տեսնում են, իրանք այդ խաղաղությունը տեսնում են, իրանք զգում են Սյունիքի մարզում այսօր քաղաքացիները մեզ ասում են երբեք մեր մոտ սահմանազատում անելու, որովհետև իրանք նույն ինտերնետով համացանցով տեսնում են, չէ՞ այդ բանը։ Գիրանցում ինչա կատարվում։ Ասում էին բան, ոսկեպարի եկեղեցին տվեցին, ոսկեպարի եկեղեցին տվեցին։ Լավ էլի սեր Աստծո։ Շնորհակալություն։